Ստեփանակերտի երկնքի ներքո վաղնականատեսը կդառնանք երաժշտական կոթողայի մի ստեղծագործության, այս անգամ իտալական դասական երաժշտության համաշխարհային օպերայի արվեստի վարպետ Ջուզեպպե Վերդիի ռեկվիեմին։ Ստեղծելով դրամատիկ կերպարների համայնապատկեր Վերդին ներկայացրել է իր մեծ հայրենակիցների հերոսական ոգին եւ անմահացրել է նրանց հիշատակը։ Վաղը այստեղ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այս հզոր ստեղծագործությունը կհնչի ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների։ Վաղվա օրվա մեծ հուզմունքով ու անհամբերությամբ են սպասում, խոստովանում են համերգի պատասխանատուները։ Դա մշակութային մի մեծ միջոցառում է, որին արցախցիների հետ ներկայ են լինելու նաև բազմաթիվ հյուրեր։ Համերգի կայացման համար պատասխանատու յուրաքանչյուր օղակ աշխատում է ուժերի ներածին չափով, ինչ որտեղ նաև ուժերի գերլարումով։ Ինչ խոսք, վաղը հանդիսատեսին պետք է ներկայանալ պատշաճ մակարդակով։ Այսօր կայացավ գլխավոր փորձը։ Արցախի այս հրապարակը բավականին մեծ է, բայց դժվար թե կարողանա բոլորին ապահովել նստատեղով, սակայն ամեն չանք թափվում է, որպեսզի կարողանանք մեծ մասամբ նստած ունկնդիրներ ունենալ եւ անշուշտ մի մասը հավանական է պետք է կանգնած դիտի այս համերգը։ Համերգին ընդգրկված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Արցախի պետական երգչախումբն ու Մրակած պետական կամերային երգչախումբը։ Մենակատարները Ռուսաստանից են, Իտալիայից ու Սերբիայից։ Նախագծի գեղարվեստական ղեկավարը Լյուբով Կազարնովսկայան է։ Ես արդեն այս փորձերի ընթացքում, այս մի քանի օրվա տեսնում եմ մեծ հետաքրքրություն արցախցիների կողմից եւ կարծում եմ, որ վաղը այստեղ կլինի մի մեծ զանգված ժողովրդի։ Այս ստեղծագործությունը կհնչի որպես օրհներգ, որպես ձոն արիության եւ մարդկային ոգու արիության։ Ջուզեպպե Վերդիի ռեկվիեմը մայրաքաղաքի վերածննդի հրապարակում կմեկնարկի վաղը երեկոյան 20:30-ին։ Համերգային այս նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։